Արտիրոջը եկի որս միասին սրտանց Տիրոջը փառք տանք եւ ասենք արժան ես Տեր առնելու ողջ փառքը պատիվը մեծարանքը գովեստը մենք այսօր այստեղ ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով գովերքելու մեծարելու փառավորելու նրա մեծ անունը որտեղ Աստված արժանի է առնելու ողջ փառքը, պատիվը, մեծարանքը, գովեստը։ Գիտես, Սատանան իր նենք ծրագրերը միշտ ուզում է իրականացնի եւ շատերը այդ ծրագրերի համար բաց են իրանց սրտով։ Բայց մենք կանգնած ենք, որ վիրժեցնենք ու խափանենք ամեն սատանայի խավարի խորհուրդ ու ծրագիր, ինչպես եւ վիրժեցրեցինք եւ խափանեցինք։ Եվ փառք Տիրոջը, ես շնորհավորում եմ բոլորիս մեր նոր երկրավոր իշխանությունների համար, շնորհավորում եմ մեր վարչապետին, Տեր Հիսուս Քրիստոսի անունով նրա հզոր հաղթանակի համար, որը Տիրոջ կողմից պարգևվեր նրան եւ նայել այս երկրի համար։ Եվ ուզում եմ, որ բոլոր այն ճակերտավոր իբրև թե հավատքի մեջ եղողները, բայց մեղքին հավանություն տվողները իմանան, որ Հայաստանում Տեր կա եւ Տերը խափանելու ամեն դժոխքի եւ խավարի ծրագիր։ Ամեն անձը թող հնազանդե բարձր իշխանություններին, որովհետեւ չկա իշխանություն, որ չէ Աստվածանից։ Եվ ներկա իշխանություններն Աստվածանից են, որ ասում էի, ոմանք տարակում էին։ Որ ասում եմ, որ ներկա իշխանությունները Աստվածանից են, կարգված։ Ուրեմն իշխանությանը հակառակող Աստծո հրամանին է հակառակում։ Եվ Աստծո հրամանին հակառակողը ես երբեք այդ մարդու հետ։ Գիտեք, մարդը պետք չի, որ ինքը ցույց տա, որ մի բանի դեմ է, իր դեմքի արտահայտությունը վերաբերմունքը ցույց է տալի։ Որովհետև երբ որ մարդը իր, չգիտեմ, անապաշխար կամ ամբարիշտ բարեկամների կարծիքին է համակարծիք, ես այդ մարդու հետ ճանապարհ չեմ գնա, ասել եմ, որովհետև ես այն մարդկանց հետ եմ գնում, որ մեկ միտք են Քրիստոսով ինձ հետ, եւ նրանք ովքեր մեկ միտք չեն, մենք ճանապարհ չունենք։ Եվ հակառակորդ իրան անձերին դատաստան կընդունի, եւ որ հակառակում է իր անձին, այսօր երեք մեկը գրել է ընկերներիցս, ասում է, ինչ ես Նիկոլ Փաշինյանի Սաղմոս կարդարա դրել էջիտ մեջ, լավ եմ արել, սիրել մարդիկ որ լրիվ ցնդել են, գիտես, դու ով ես ինձ ասես, ես ինչ անեմ, ես ինչ ուզում եմ անում եմ, դու պետք է ասես, ես ինչ անեմ, և գրեցես իմ գործն է, դու ով ես, սիրել ովքեր որ ուզում են շուտ դուս գրվեք իմ ֆեյսբուքյան ընկերների էջից, ես ուրախ կլեմ, ինչքան մաքրվի, այդքան նոր մարդիկ կգան խելքը գլխին, ոչ թե ուղեղները թափած, այլ հոգևոր մարդիկ, որոնք որ մտածելակերպով եւ հոգևոր առումով հավասարակշռված են եւ Աստծո խոսքն իրաց համար ավելի կարեւոր է։ Ինձ համար Աստծո խոսքն ավելի կարեւոր է, քան ցանկացած մեկի։ Դրա համար որ ասում են այդ քույրիկ քարոզիչներին մի բարձրացեք եկեղեցում ձեր գլխին պատու հասնելու համար, դրա համար էի ասում։ Ուրեմն իշխանությունը հակառակողը Աստծո հրամանին է հակառակում։ Եվ հակառակողներն իրանց անձերի դատաստանը կընդունեն։ Միանշանակ պիտի ընդունեն իրանց անձերի դատաստան, որովհետև այն ինչ որ Աստծոց է, ոչ մեկ դրան հակառակ չի կարող գնա։ Իսկ եթե ես մի բան առնում եմ Տիրոջից, ես դրա մեջ վստահ եմ։ Բա եթե, ասես բաները իմ կյանքում չկա, ես վստահ եմ եւ վերջ, ամեն ու վերջ։ Հետաքրքիր է, ինչ բավոր բա եթե, ինչա մտածում եք, որ պետք է գան մեր հետևից մեզ ոչինչ հասնեն, դուք էլ ուրախանաք, այ Եվ որ մարդիկ այդ վախով ապրում են, իրանք գիտեն թե դիմացին էլ է տենց։ Բայց մեզանից Տերը վախը արմատախիլ արել եւ մենք Տիրոջ անունով ենք ապրում։ Դե հիմա բոլոր նրանք ովքեր որ այռուց էին կդրել, թող հիմա նրանք մտածեն։ Դրա համար մի բան կա, որ մենք պետք է հասկանանք, որ Տիրոջ խոսքին է պետք հնազանդել, ոչ թե դևերի իշխանությանը։ Դրա համար ես օրհնում եմ այն իշխանությունը, որ Աստծուց է, եւ ես շարունակել եմ աղոթել, որ իրանք
Տիրոջ հոգու առաջնորդություն ունենան եւ Տերը առաջնորդի եւ վերից իմաստություն գա։ Եվ եթե մեկը մտածում է, որ ինձ պետք է ասի, ես ինչ անեմ, ոնց անեմ, ես ինչ որ անեմ, Աստծո խոսքով եմ անում։ Եվ ամեն մարդ ինքը իր իրավունքները ունի։ Փառք Տիրոջ, ես ուրախ եմ։ Ես էլ բոլոր սաղմոսներն եմ ուզում տեղադրեմ վարչապետի կարդացած։ Մեկը ասի այդ թշվառ կյանքումդ մի օր ծոմ պահ հասկաս, կես ժամ սոված են մնում, պատերն են ճանգրտում։ Հələ մի օր ծոմ պահի, նոր կասեմ քեզ։ Այն մարդը օրերով ծոմ է պահում, փառք Տիրոջը։ Եվ ուզում եմ ասեմ, որ երանելի երկրներից մեկն ենք, երանելի երկրներից մեկն ենք, որ իսկապես Աստծուց օրհնություն եւ ողորմություն ենք։ Իսկ բոլոր կրոնավորներին ու ձևական, փարիսեցի կեղծավորներին ես խորհուրդ կտայի մտածեն իրանց մեղքերի մասին, իրանց կյանքում եղած բղծությունների ու ապականությունների եւ ապաշխարության մասին։ Իսկ մնացած Աստված ամեն բան իր տեղը կդնի։ Գիտես, մարդ պետք է մտածի իր անպտուղ կյանքի մասին։ Մտածի, որ գոնե քո միջոցով մի հոգի մարդ ապաշխարի, մի հոգի մարդ փրկվի։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ Աստծով գործում են, այն մարդիկ, որոնք որ դեմ առ դեմ դուրս են գալի թշնամու դեմ եւ պատերազմում են, այդ մարդիկ ինձ համար միշտ էլ օրինակ են։ Նույնիսկ աշխարհում, որտեվ Տերն ասում խավարի որդիներից սովորեք, որտեվ նրանք ասում են իրանց գործերի մեջ համառ են։ Բայց փառք Տիրոջը, ես հավատում եմ, որ մենք ունենք իշխանություն, որ Աստծուց է եւ լույսից է եւ խավարի որդիչի այլ Տիրոջ որդին է։ Եվ ես հավատում եմ, որ Աստված իմաստություն ու շնորհ կտա։ Գիտեք, այսօր ինձ համար շատ հրաշալի օր է, որտեվ ես իսկապես Տիրոջը հուսացողներից մեկն եմ եւ Տիրոջը հուսացողները երբեք ամոթով չեն լինելու։ Իսկ բոլոր նրանք, ովքեր որ անօրեն ճանապարհով, անարդար ճանապարհով, կաշառքով, եք տենց հավատացյալներ էլ կան, մտածում են, որ եկեղեցու հովի հետ ինչքան քիփելան, իրանց գործերը լավ կլինի, պիտի հիասթափեցնեն, որ այս եկեղեցում այնքան մարդ է տենց հիասթափվել, որ իրականում այդպես բան չկա։ Ես բոլորի նկատմամբ նույն վիճակում եմ, այսօր մենք ստեղ քույրեր ունենք եկեղեցում, որ 20-25 տարի անձնադավեր ծառայել են, բայց երբեք ինչ-որ մի բան իրանց մտքով չի անցել, ուզեն կամ վերցնեն։ Եվ այսօր ունենք քույրեր, որ երկնքում են Տիրոջ մոտ, եւ այդ քույրերը իսկապես ձրի Տիրոջ համար ծառայել են։ Մի բան չեն արել, որ ինչ-որ մի ակնկալիք ունեն, այլ ձրի առել են, ձրի տվել են։ Եվ փառք Տիրոջը, մենք շարունակելու ենք աղոթել մեր երկրի համար, աղոթել մեր երկրի իշխանավորների համար, աղոթել անթերի մարդ չկա, որ աշխատում է, գործում է, ինքը սխալվում է, իսկ այն մարդիկ, ովքեր որ կոմպլեքսավորված, հեռացած են Տիրոջ դաշտից, ինչ որ վիրավորված, սատանայի կողմից խաբված, տենց մարդիկ միշտ տեսել են, բայց այդ մարդիկ ամենաանհաջող մարդիկ են։ Ես ասեմ, որ դու երբեք քո կյանքում առաջընթաց չես ունենա։ Դա համար պետք է Տերը հաղթի քո մեջ, քո եսը պիտի հաղթի եւ քո եսը պիտի մեռնի, ինչպես Աստվածաշունչն է։ Ինչ քո հին բնությունը չմեռնի, նորը չի գործի։ Դրա համար այդ գիտես այդ չմեռած այդ հին բնությունը քարշ է տալիս, հետո ինքը անդադ քեզ տապալելու է եւ ամեն անգամ քո համար մեծ դժվարություններ են լինելու։ Փառք Տիրոջը, եւ գիտես նաեւ Պողոս առաքյալը այստեղ ես հագին ժամանակ առաջ ինձ ցանկացած չի տակում դուրն է գալի, դուրը չի գալի, դեռ ասում եմ մարդկանց հաճելի չլինենք, հաճելի լինենք, Աստծուն հաճելի չենք լինի, ինձ համար մարդահաճությունը դա այլևս անցյալ կյանք է եւ ինձ համար ամենակարևորը ինչն է Տիրոջը հաճելի եւ Պողոս առաքյալն ասում է Տիմոթեոսի թղթերում արդ աղաչում եմ ամենից առաջ աղոթ կանել խնդրված աղաչանք գոհություն ամեն մարդկանց համար թագավորների եւ ամեն իշխանավորների համար եւ խաղաղ եւ հանդարտ կյանք վարենք որ խաղաղ եւ հանդարտ կյանք ապրենք եւ այսօր եթե մենք խաղաղ ու հանդարտ կյանք ենք ապրում եւ այսօր եթե մեր իշխանությունները խաղաղություն եւ հանդարտություն են խոսում դա Պողոս առաքյալն ասում է մեր աղոթքներն է բոլոր աստվածապաշտությամբ եւ սրբությունով որովհետեւ սա բարի է ընդունելի է մեր փրկիչ Աստծո առաջին որ կամենում է որ ամեն մարդիկ փրկվեն եւ ճշմարտությունով գիտություն
գան։ Գիտես, մեկ-մեկ հավատացյալները ում են նման, այն Պետրոսի համար աղոթող մի հատ խումբ կար, գործ կառաքելոցում, որ Պետրոսը բանտում նստած էր մի քանի շերտ զինվորներով պահպանված, շղթաներով կապված, երբ որ եկեղեցին աղոթում էր, որ Տերը Պետրոսին ազատի, հրեշտակը գնաց Պետրոսին ազատեց բերեց։ Եվ երբ որ ուրեմն Պետրոսը եկավ, անցավ այդ անցակետով, այդ զինվորների մեջով դուրս եկավ, այդ հրեշտակները որ հեռացան, Պետրոսը հետո հասկացավ, որ սա երազ չի, սա իրականություն է։ Եվ հետո գնաց դուռը ծեծում էր, ուժեղ դուռը ծեծում էր։ Աշակերտներից մեկը գնաց, նայեց, տեսավ Պետրոսն է, գոնե դուռը բացի։ Եկավ հետ, ասեցին ով է, ասա Պետրոսն է, ասեցին դու չես գժվե։ Համարդ աղոթեցինք, հասկացանք աղոթում ենք, բայց այդպես վարքյանական ռեակցիա տվեց։ Գիտես, երբ որ մարդիկ Աստծուն չեն հավատում, եկեղեցուն ինչ որ ֆիզիկական գոյատևում են, ես այդ մարդկանց եկեղեցում լինելու իմաստը երբեք ես 33 տարի եկեղեցում, ես այդ մարդկանց չեմ հասկացել։ Որսեք համ եկեղեցում են, համ աշխարհում են, համ աշխարհի հետ են շփվում, համ եկեղեցում, չգիտեմ, երկու սեղանից, ասում չես կարա դևերի սեղանից ծնվեց եւ Աստծո սեղանից ծնվեց, եւ չես կարա երկու տիրոջը ծառայես։ Ավելովը մեկին ատես, որը խավարն է, սիրես քո տիրոջը։ Եվ այս մարդը գոնե բացի, այս սրանք էր ասի, որ դու չես գժվե մարդ ինչ Պետրոս։ Ասեց իսկականից Պետրոսն է, մեկի դուռը բացեցին, լավա տշերը, մշերը, մորուքը քաշին տեսան, Պետրոսն է մարդ, թողին ներս լավա հետևից չեկան։ Տարիներով աղոթել ենք, որ մեր երկիրը մաքրվի ամեն տեսակի անօրենությունից, խավարի իշխանությունից եւ խավարուժից եւ խավարին ծառայող եւ հպատակ մարդկանցից եւ Տերը մաքրելը, Տերը ազատագրելը։ Եվ Աստված բարձրացրել է մի Աստծո մարդու։ Մենք ասում ենք Երանիթը հրապարակն, չէ, մենք ենք ուզում այ մարդը դե կանգնենք, փառավորվենք, մենք ենք ուզում դե սաղմոս կարդանք, աղոթենք։ Մարդ ազգային ժողովում Քրիստոս ա քարոզում, հա, որ մեկը դա Քրիստոս քարոզը ազգային ժողով, հա, գնացել եք, կանգնել եք, մտել եք, էջ, մտեք, ի՞նչ կա, պարլամենտ կարակ մտնեք, մեկին ավետարանք, մտքերով տանցել է, բայց այդ մարդը նստում, հա, Հիսուսա քարոզում, ասում Հիսուս Տերս է, Հիսուս ձևերը, թափ ամենամեծ ձևականը, ամենաստոր վերաբերմունքը, որ մարդ կարա ցույց տա, նման կարծիք արտահայտելն է, որովհետև ես հավատում եմ, որ Աստված մարդկանց բերանով խոսում է։ Մարդը կանգնում, ասում ես 7 օր ծոմ եմ բայ գիշերու ցերեկ մինչև որոշում եմ կայացրել, այսինքն իրան հետաքրքիր է այդ Աստծուց որոշումը, բայց ես այդ Աստծուց առել եմ, որ դա տենց պիտի լինի մեր երկրի համար։ Եվ մարդը կանգնում է արդեն 30 օրից ավել սաղմոս է կարդում։ Կյանքումդ օրը մի հատ սաղմոս կարդացած կաս։ Ոսև դասպահա։ Տոսկի մի հատ անգիր գիտես մի հատ սաղմոս։ Աղոթել ենք Տեր իշխանություն բարձրացնի։ Բախենք ուզում ինչ-որ մեկը գա, որ այս անհավատության ոգին միշտ է եղել է։ Ես հովիվներ կային, որ ծառայում են, որ աղոթում են, որ Աստծո մարդիկ բարձրանան, ծառայողներ բարձրացան, երբ որ ես բարձացա, իրանք սկսեցին իմ դեմ պայքարել։ Ասի այ քեզ անհավատ։ Աղոթում է, դպրոց է անում, ծառայում է, որ ավետարանի չբարձրանա, որ ավետարանի խոսքին ծառայող բարձրանա, եկեղեցի հիմնի, ծառայեցի, բարձրացա, վերկաս կանգնեց, ասեց քո նպատակը այն չէր, որ դու Աստծուն ծառայես, դու ուրիշ նպատակ ունես։ Տերը ողորմի որոշ գիտես հեղիներին, որոնք որ Աստծուց հեռացել են, քարոզները արդեն կարդում են, ոչ թե ուրեմն իրականում Աստծո հոգուց են ասում։ Հեղի քահանան էլ արդեն վերջում ոչ լսողություն ուներ, ոչ տեսողություն ուներ, ինքը չէ հասկանում, որն Աստծուց, որը Աստծուց չի։ Եվ Աստված արդեն Սամուել էր խոսում, որտեղ հեղի ուղեղը բթացել էր արդեն։ Ցավոք սրտի Նոյի ժամանակ էլ կան, ասում վաղուց անվանի մարդիկ կային, վաղուց, բայց Աստված Նոյին ասեց, որտեղ այդ մարդիկը արդեն ծանրացել են, լսել, աղոթել, բան, տես բաներ արդեն հոգիներ փրկվի, կախած հավանքի մեջ ընկնենք, բան։ Բայց Տերը օրհնի բոլոր նրանց, ովքեր որ համարձակ Քրիստոսի անունը խոսում են։ Գիտես, այդպես աշակերտներն եկան ասեցին Հիսուսին, ասին այնտեղ մեկը կա, գետի են կոմը, որ խոսում էր քո անունից ու դևեր էր հանում։ Բռին կարգել ենք, ասին ինչի՞։ Որովհետև մեր հետ չէր քայլում, մեր հետ չէր։
մեր եկեղեցուց չէր։ Մեր եկեղեցու անդամ չէր էդի։ Գլխաշոր չէր գցում գլխին։ Մարգելեցինք։ Հիսուսն ասում է, եթե մեկը մեր դեմը չի կարա իմ անունից խոսի։ Գիտես, Սատանան Հիսուս Քրիստոս չի քարոզում, Սատանան Հիսուսից սարսափում է։ Երբ որ մարդը Հիսուսի անունը հայտնում է եւ ասում է, որ Հիսուս Քրիստոսը փրկիչ է, գիտես, եւ ես այնքան օրտվեցի, որ գիշերը նաեւ 60-րդ Սաղմոսը լսեցի եւ մեկ գիշեր ինձ գրել է, գիտես, զարմանում եմ այդ հավատացյալների վրա, դրանք տենաս այդ մարդիկ ինչ են ուզում, դրանք իսկապես մարդուց են սպասում, իրանց սպասելիքը մարդուց է եւ իրանք երբեք չեն սպասում, որ Աստված գործի, իրենց տես կան անհասկանալի, եկեղեցիները լցված են անհասկանալի հավատքի հետ կապ չունեցող, բացարձակապես, գիտես ես 33 տարի տիրոջ մեջ եմ, ես զարմացել եմ, այսքան sense բան ես երբեք չեմ տեսել, ես իսկապես հրաշալի է 60 Սաղմոս ուզում կարդամ, ով Աստված մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացվար, ետ դարձիր դեպի մեզ։ Բա մարդը Աստծուն էսի աղոթում ասում, մեզ ցիրուցան արիր, ասում ետ դարձիր դեպի մեզ։ Այս երկրի ղեկավարն է ասում, էսի երկրի վարչապետն է ասում, sense բան չի եղել։ Այ հոգևորներ։ Դու դողացիր երկիրը եւ նրան պատառեցիր, բժշկիր նրա կոտրածը, որովհետև երևում է։ Խիստ բան ցույց տվիր քո ժողովրդին, խմել տվիր մեզ թմրության գինի, բայց քեզանից վախեցողներին դրոշակ տվիր, որ ճշմարտության համար բարձրացնեն, որ քո սիրելիքն ապրեն, թող քո աչքը փրկե եւ լսիր ինձ։ Աստված խոսեց իր սուրբ տեղում, ես կցնծամ, սիքեմը կբաժանեմ եւ սոկով հովիտը կչափեմ, իմն է գաղադը, իմն է Մանասեն եւ Եփրեմն իմ գլխի զորությունն է եւ Հուդան իմ գավազանը, Մովաբն իմ լվանալու ամանն է, իմ կոշիկը Եդովի վրա կցեմ, ով փղշտացների երկիր, ցնծա ինձ համար, ով կտանի ինձ ամուր քաղաք, ով կառաջնորդե ինձ մինչև Եդոմ, ոչ ապակեն դու ով Աստված, որ դեն գցեցիր մեզ եւ չես դուրս գալիս մեր զորքի հետ ով Աստված։ Դուր մեզ քո օգնությունը նեղության մեջ, որովհետեւ մարդի օգնությունը փուչ է, մենք Աստծով զորություն կգործենք եւ նա կող կտա մեր թշնամիներին։ Եվ սա հրաշալի է, սա օրհնյալ է, սա ինձ համար ուղղակի աղոթքի պատասխան է։ Եվ այս ամենը ինձ համար Տիրոջ մեծ ողորմությունն է։ Եվ ես փառք եմ տալիս, եւ ես խոնարհվում եմ մեր Տիրոջ առաջ եւ գոհանում եմ, որ այսքան ջանքերից հետո, այսքան խավարի պայքարը, ողջ դժոխքը դուրս է եկել պայքարի, ես հոգևոր աշխարհը որ նայում ես, ողջ դիվային աշխարհը դուրս է եկել, Սատանան ինչ ռեսուրս ուներ, գործի էր դրել, բայց ինչ հրաշալի է մեր Տերը, որ խայտառակ անում ողջ դժոխքը եւ նրա հպատակներին, ու ինչքան ուրախ եմ, որ մարդիկ ճանաչում են ու հասկանում են, որ Հայաստանում Տեր կա, ու Հայաստանը լավես անտեր չի, ու ինչ որ չգիտեմ ով, ինչ որ տեղից այս երկրի չի ղեկավարելու, ղեկավարել են նրանք, ովքեր որ Տիրոջից են եւ Տիրոջ հոգուց են։ Փառք Հիսուսին, եկեք ծափահարենք մեր Տիրոջը, որտեվ նա հրաշալի գործեր անում։ Իսկ եթե Տերը մեր կողմն է, ով կարա մեզ հակառակ լինի։ Եկեք կանգնենք Տիրոջ անունով եւ աղոթենք բոլոր հիվանդանոցներում պարկած, բոլոր հիվանդների, նամանավանդ մանուկների, պատանիների, երեխաների համար եւ ես իմ ձեռքերս բարձրացնում եմ Հիսուսի անունով։ Սիրելիներս, ես գիտեմ, որ դուք այսօր ձեր սրտի մեջ չունեք այն ուրախությունը, հիասթափված եք, հուսահատված եք, ես գիտեմ, որ ձեզ համար միևնույնն է, ինչ որ տեղի անում ես երկրի վրա, որտեվ հնարավոր է Սատանան ձեզ համոզել է, որ դա ձեր վերջի օրերն են, բայց ես բարձրացնում եմ ձեռքերս Հիսուսի անունով,
եւ աղոթում եմ ձեզ համար, որ Տիրոջ բժշկար զորությունը հպվի ձեզ, որ Տերը փառավորվի ձեր կյանքում։ Ես Հիսուսի վերքերի բժշկությունն եմ խոսում ձեր վրա, Տիրոջ արյան զորություն եմ խոսում ձեր մարմնի վրա, եւ ես քանդում եմ ամեն կապանք, ամեն շղթա, որ ունեմ իշխանություն տրված Աստծուց, եւ այն որ Տերն անում է, ոչ մեկ չի կարանի։ Եվ ես աղոթում եմ, որ դու քո հույսդ, քո Տիրոջդ վրա դնես եւ թող Տիրոջ բժշկությունը գա քո վրա։ Եվ հիմա ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն տկարություն, ամեն ուռուցք, ամեն տեսակի վերքեր, ամեն տեսակի քաղցկեղի տեսակներ, շաքարի տեսակներ, ամեն հիվանդություններ Հիսուսի անունով թող նահանջեն ու գնան։ Փառք ես, հրաշագործ Աստված, փառք ես մեծ եւ աննման, ամենակարող։ Ես մեծարում եւ գովաբանում եմ քո սուրբ հանդ եւ աղոթում որ քո սորությունը թփի Տեր բոլոր նրանց ովքեր որ հիմա միացել են մեզ, բոլոր նրանց ովքեր որ իրանց ձեռքը դրել են իրանց մարմնի հիվանդ անդամի վրա, մարմնի հատվածի վրա, օրգանի վրա, թող քո կրակդ անցնի այդ ձեռքի տակից եւ բժշկի ու մաքրի ամեն հիվանդություն։ Հիսուս, դու մեծ ես։ Հիսուս, քո անունը զոր է։ Հիսուս, քո արյան զորությամբ ես ջախջախում ամեն շղթա, ամեն կապանք եւ հռչակում եմ բժշկարար զորությունը։ Թող բոլոր այն թևերը, որ թուլացել են, զորությամբ լցվեն, բոլոր այն մկանները, որ տկարացել են, զորությամբ լցվեն, բոլոր այն ոտքերը, որոնք տկար են, Տեր, ես աղոթում եմ, որ քո աստվածային ուժն ու զորությունը հպվի։ Քո սուրբ արյունն է մրճակում ամեն հիվանդ հոգու վրա, վերար ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն տկարություն, ես սաստում եմ եւ աղոթում եմ, որ քո փառքդ երևա։ Հիսուս, երեխաների, մանուկների, պատանների համար եմ աղոթում, բոլոր հիվանդների, հիվանդանոցներում պարկած հիվանդների համար, Հայր Աստված, քո հրաշքները թող գործեն։ Շնորհակալ եմ, որ այս աղոթքների ընթացքում շատ բուժ ծառայություններ անվճար արեցիր։ Փառք ես այս երկրի իշխանության միջոցով։ Շարունակիր օգտագործել նրանց։ Ով Սուրբ Հոգի, աղոթում եմ, որ հպվես բոլոր այն վիրահատարաններում վիրահատություն անող բժիշկներին, նրանց ձեռքով դու վիրահատություն անես, դու հրաշք գործես եւ բոլոր այդ հիվանդանոցներում Տեր իմ Աստված պարկած հիվանդասենյակներում հիվանդների կողքով անցնես եւ քո ներկայությամբ թող լցվեն հիվանդանոցները Տեր Հայաստանի եւ աշխարհի բոլոր հիվանդները, որ նայում են մեզ, ով Հիսուս, ով Հիսուս, ով Հիսուս, փառք ես, ասա քո շուրթերով, Հիսուս, դու իմ Տերն ես, քո արյունովից մաքրիր եւ ինձ ներիր, եւ ես ընդունում եմ քեզ իմ կյանքիս մեջ, որպես Տեր ու Փրկիչ, հալելույա, Հիսուսին ընդունիր քո սրտիդ մեջ, որպես Տեր ու Փրկիչ, Հիսուսին ընդունիր քո մեջ, որպես Տեր ու Փրկիչ, փառք ես, փառք ես, շնորհակալ եմ քեզանից, քո մեծ ողորմության համար, քո սիրո համար, քո տարած փառավոր աղթանակի համար, փառք ես, Հայր Աստված, ես աղրսում եմ քեզ, հրաշքներդ թող գործեն, մի նայիր մեր տկարությանը Տեր, հալես մարդկանց տանջանքներին, քո ողորմությունը թող հասնի Տեր, բոլոր նրանց ովքեր որ նյարդային մտավոր տարբեր տեսակի հիվանդություններ ունեն, հրաշքը տարա եւ բժշկիր կախվածություն ունեցողներին Տեր, ազատագրիր ամեն կախվածություններից Տեր, սրտանց քեզ փնտրողները թող քեզ գտնեն Տեր, նրանք ովքեր քեզ որոնում են նրանց մեջով, Տեր իմ Աստված, այս սերմերը ընդունել են, ես աղոթում եմ որ աճեն, բոլոր նրանց ովքեր որ այս 30 տարիների ընթացքում քո ավետարանի խոսքը լսել են, թող փրկվեն, շնորհակալ եմ քեզանից Եվ ես խափանում եմ այս երկրի մեջ ամեն դիվային ծրագիր, քո սուրբ արյունն է մրճակում մեր երկրի իշխանությունների վրա, վարչապետի, ազգային ժողովի նախագահի, պաշտպանության նախարարի, արտգործ նախարարի, բոլոր նախարարների եւ բոլոր իշխանավորների համար աղոթում եմ, որ քո հոգով եւ քո իմաստությամբ առաջնորդես քո կամքիդ մեջ Տեր,
որ ամեն բան քո լույսի մեջ եւ քո շնորհքի մեջ կա։ Եվ ամեն բան ինչ որ խավարից է լույսի մեջ բեր Տեր, եւ թող ծրվի, արմատախիլ լինի եւ խափանվի ամեն սատանայի եւ խավարի ծրագիր։ Փառք ես Տեր, որտեւ դու Տեր ես մեր երկրի ամեն մի փողոցի, շենքի, բակի, տան, ամեն ուրեք, բոլոր գյուղերի ու քաղաքների Տերը դու ես Հիսուս, եւ այդտեղ ամեն խավարի իշխանությունները տապալում եմ եւ ես քո անունն եմ հռչակում որպես միակ հեղինակություն եւ միակ իշխանություն, որտեղ բոլոր անունները պիտի քո անվան առաջ ծնկեն։ Փառք ես մեծ ու աննման, հրաշալի ու փառավոր։ Շնորհակալ եմ այս աղոթները լսելու համար, պատասխանելու համար եւ թող այս ամեն մեջ փառավորի քո սուրբ ու պատվական Տեր Հիսուսի անունով։ Ամեն։